Ավետարան ըստ Մատթեոսի 6-րդ գլուխ Ուշադիր եղեք եւ ձեր ողորմությունը մարդոց առջև մի ընեք, անոնց ցուցադրելու միտքով, գուցե վարձք չունտնիք ձեր հորմեն, որ երկինքն է, այլ երբ ողորմություն գտաս, փող մի ընչեցներ քո առջևդ, ինչպես գեղձավորները գնեն ժողովարաններում մեջ եւ հրաբարակներում վրա, որպեսզի փառավորվին մարդոց մե։ Ճշմարիտ կսեմ ցեզի, այդ իսկ է անոնց վարձքը։ Սակայն ցուն երբ ողորմություն գտաս, ցախդ չգիտնա թե ինչ կնե աչդ, որպեսզի քու ողորմությունը ծածուկ եղած ըլլա, եւ քու հայրդ, որ կտեսնե ծածուկը, պիտի հատուցանե քեզի հայտնաբես։ Եվ երբ աղոտ կնես, գեղձավորներու պես չլաս, վասնզի կսիրեն ժողովարաններու մեջ եւ հրաբարակներու անգյունները աղոտքի գնալ, որպեսզի երևին մարդոց։ Ճշմարիտ կսեմ ցեզի, այդ իսկ է անոնց վարձքը։ Սակայն ցուն երբ աղոթելու լաս, մդիր սենյակդ, փագե թուրդ եւ աղոթե քորդ ծածկապար, եւ հայրդ, որ կտեսնե ծածուկը, պիտի հատուցանե քեզի հայտնաբես։ Ու երբ աղոտ կնեք, շատախոս մի ըլլա քեթանոսներու պես, վասնզի կգարձեն թե իրենց շատ խոսքերում պատճառավ լսելի պիտի ըլլան։ Արդ մի նմանիկ անոնց, վասնզի ձեր հայրը գիտե թե ինչ պետք է ցեզի, դակավին դուք անգետ չխնդրած։ Արդ այսպես աղոթեցեք. Հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլա, քու թագավորությունդ քա, քու գամքդ ըլլա երկրի վրա, ինչպես է երկնքի մեջ։ Մեր ամենօրյա հացը դուր մեզի այսօր, եւ ներե մեզի բարտկերը, ինչպես մենք ալ գներենք մեր բարդականներուն, փորձության մի դանիր մեզ, այլ փրկե մեզ չարեն, վասնզի քու գտե արքայությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Վասնզի եթե ներեք մարդոց իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն ալ պիտի ներե ցեզի։ Իսկ եթե չներեք մարդոց իրենց հանցանքները, ոչ ալ ձեր երկնավոր հայրը պիտի ներե ձեր հանցանքները։ Երբ ծոմ բահեք, գեղձավորներու պես դրտմած մի ըլլակ, որոնք կավրեն իրենց երեսը, որպեսզի մարդոց ցույց տան թե ծոմ կբահեն։ Ճշմարիտ կսեմ ցեզի, այն իսկ է անոնց վարձքը։ Սակայն ցուն երբ ծոմ բահես, օձե գլուխդ եւ լվա երեսդ, որպեսզի մարդոց բահեցողի պես չերևիս, այլ հորդ ծածկաբես եւ հայրդ, որ կտեսնե ծածուկը, պիտի հատուցանե քեզի։ Երկրի վրա ցեզի քանցեր մի թիզեք, ուր ցեցը եւ ուդիջը կփճացնեն, եւ ուր քողեր բատ կձագեն ու կքողանան, այլ քանց թիզեցեք ցեզի համար երկնքի մեջ, ուր ոչ ցեցը եւ ոչ ուդիջը կփճացնեն, եւ ոչ ալ քողեր բատ կձագեն եւ կքողնան, վասնզի ուր որ են ցեր քանցերը, հոնգլան նաեւ ցեր սրդերը։ Մարմնի ջրակը աչքն է, եթե աչքդ բայձար է, ամբողջ մարմինդ լուսավոր կլա, իսկ եթե աչքդ բղդոր է, ամբողջ մարմինդ մութ կլա, իսկ արդ քու մեջ եղած լույսը եթե խավարած է, որքան թանցր պիտի ըլլա այդ խավարը։ Ոչ ոք կրնա երկու դերերու ծառայել, կամ մեկը պիտի ադե եւ մյուսը պիտի սիրե, կամ մեկը պիտի մեծարե եւ մյուսը արհամարե։ Ցուկալ չեք կրնար թե Աստուծո եւ թե մամոնայի ծառայել։ Ուստի գսեմ ցեզի, մի մտահոգվիկ ձեր կյանքի մասին, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ ալ ձեր մարմնի մասին, թե ինչ պիտի հագնիք, չէ որ կյանքը գերագուրեն ավելի կարևոր է եւ մարմինը հանթերցեն։ Նայեցեք երկնքի թռչուններուն, որոնք ոչ վարուցան գնեն, ոչ կհնցեն եւ ոչ ալ իշտեմարաններու մեջ կժողվեն, եւ ձեր երկնավոր հայրը կգերակրե զանոնք, չէ որ դուք անոնց մե ավելի կարևոր եք, իսկ արդ ցեզ մե ով հոգ ընելով իր հասակին վրա գանքուն նգրնավեցնել, իսկ հագուստի համար ինչու հոգ կնեք, նայեցեք վայրի Շուշանին, ինչպես կաջի, ոչ կքործե եւ ոչ կհույսե, գսեմ ցեզի, ոչ իսկ Սողոմոն իր ամբողջ փառքին մեջ հագվեցավ անոնց մե մեգումբես,
Իսկ եթե վայրի խոդը, որ այսօր գա եւ վաղը հնոց կնետվի, Աստված այնպես կհակվեցնե, որ չափ ավելի ցեզ թերա հավատներ։ Ուստի այլևս մի մտահոգեք ցեզ ըսելով, ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք։ Վասնզի հեթանոսներ այդ բոլորը կփնտրեն, քանզի գիտե ցեր եկնավոր հայրը, թե այդ բոլորը ցեզի պետք են։ Դուք նախ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ անոր արդարությունը եւ այդ բոլորը պիտի ավելնան ցեզի։ Ուրեմն ասկեդո մի մտահոգվիկ վաղվան համար, վասնզի վաղվան օրը ինքն իրեն համար պիտի հոգա, օրվան նեղությունը բավական է իրեն համար։